ակնկալիք ունեք եվրոպացի առաջնորդներից։ Ունեք ակնկալիք։ Ունենք դրա համար ենք ստեղ, որ երևի ավելի շատ իրանց ունենք ակնկալիք, քան թե մեր ղեկավարությունից։ Ձեր կարծիքով եվրոպացիները տեղյակ չեն, որ ռազմագերիներ կամ Բաքվի Կարծում եմ տեղյակ են, բայց ինձ թվում է մեկ անգամ եւս հիշացնելը չի խանգարի։ Փաստական տվյալներ կան ձեռք բերված, որ տղաները գտնվում են։ Չունենք, այդպես տվյալներ չունենք։ Եթե այդպես տվյալներ ուներ, հաստատված կլինեին։ Բայց խոսակցություններ կան, դե այդպես փաստեր չի, 100%-անոց փաստեր չեն։ Խոսում են տարբեր տեղի, բոլորս դարել ենք հետախույզ, բոլորս դարել ենք, չգիտեմ, ինչ ամեն մեկս մի տեղից մի տեղեկություն է ճշտում, շատ է տեղեկությունները, որ պետք է այնտեղ երեխեք կլինեն։ Բայց 100%-անոց չեն, որովհետև ոչ մի փաստ չունենք 100% ասելու համար։ Ինչ է կարծում, բավարար ջանք գործադրվում է ձեր երեխաների խնդրի լուծման առումով։ Մեր ղեկավարության չեմ կարծում։ Չեմ կարծում, ավելի շուտ ոնց որ իմ մոտ այն տպավորությունն է, որ ավելի շուտ ուզում են մոռացիան տանեն, այս ամեն ինչը հարցը փակեն։ Ավելի շուտ էդի, քան թե ինչ որ մի լավ քայլ։ Դեպի գտնելուն, ինչ որ մի հարց լուծելուն չեմ կարծում, որ ուզում են անեն։ Չգիտեմ պատճառն ինչ է, բայց իմ կարծիքն է այդպես։ Իսկ եթե այլ ղեկավար գա, ձեր կարծիքով կկարողանա այդ հարցը լուծել։ Ամեն դեպքում կարող է շանսեր լինեն։ Տեսեք, երբ Արմեն Աբազյանին աշխատանքից ազատեց Նիկոլ Փաշինյանը, ծնողները մտահոգություն ունեին, որ նոր ղեկավարը չի կարողանա բանակցությունները շարունակել այն կետից, որ կետում, որ թողել էր Արմեն Աբազյանը։ Այդ մտահոգությունը արդարացված է։ Տենց էլ եղավ, հաստատ տենց էլ եղավ։ Արմեն Աբազյանի հետ հաճախակի հանդիպում էինք, հիմա չգիտեմ ինչքանով էր ճիշտ, սխալ կամ եսի մի ասածները, բայց ահագին հույս էր տալի, ահագին պնդվում էինք, սրտապնդվում էինք։ Նոր ղեկավարի հետ համարյա թե չենք էլ հանդիպել մի անգամ, երկու անգամ ու համարյա ոչ մի բան էլ չի ասել։ Չգիտեմ, կարող է ասում են դառը ճշմարտությունը ավելի լավ է, քան թե քաղցր սուտը հնարավոր է, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ Աբազյան Արմենն էլ ինչ որ հորինոդրի բան չէր ասում կոնկրետ, բայց ինչ որ բաներ հասկանում ենք իր ասածից, որ հույսներս չկտրենք։ Վերջին անգամ երբ եք խոսել ձեր որդու հետ։ Հոկտեմբերի 14-ին 20 թվականի։ Ինչ զրույց է եղել, հիշում եք։ Ուղղակի ասել եմ լավ կեղնի, համբերեք, ես են ասել է ոչ մի բան չկա, մեր մոտ ամեն ինչ լավ է, բայց դե որտեղ էր։ Հադրութում է եղել ոնց է, չէ ավելի շուտ ամսի 10-ն է եղել հադրութում, ոնց որ 9-րդ կիլոմետրում է եղել ամսի 14-ին արդեն։ Դրանից հետո էլ չեկա։ Չէ, դա եղել է վերջի զանգը, ասեց ես ու կինս իրար հետ էինք մեկել աղջիկս 3-ից հետ խոսած երեկոյան ժամը 7-ն էր։ Մորն ասեց մամ հնարավոր է երկար ժամանակ էլ չկարողանամ զանգեմ։ Թե ինչ գիտեին, ինչ վիճակ էր, դրանից հետո չգիտեմ, էլի սենց խոսակցություններ կան, որ զինվորներ են տեսել են, ասել են 6 հոգով տեսել են գերի ենք, բայց այդ զինվորները չեն կարացել գտնենք այդ ասողին էլ, ասել են իբր թե տեսել են, որ 6 հոգով գերի ենք, բայց ով ասե, ոնց է եղել, այդպես տեղեկություն չունենք, ուղղակի այդպես խոսակցություն է հասել մեզ։